տրիպը որպես այդպեսին հենց բուն տրիպը, որտեվ ինքը այն ինչ որ իրան Փաշինյանի կառավարությունը ուզում ներկայացնի, որ ինքը միջին միջանցքի ինչ որ մի մաս է, որ ինքը կենտրոնական Ասիա, Եվրոպա ճանապարհի վրա, այդ սա բլեֆ է։ Բազմիցս ապացուցել եմ, էլի կարամ ապացուցեմ, որ կենտրոնական Ասիայից դեպի Եվրոպա ճանապարհը չի անցնում Սյունիքով։ Չի անցնում ուղղակի, բացառվում է, այնտեղ ուրիշ ճանապարհներ կան, որոնք որ վաղուց բան էլ չասած, որ իրենք մուլտիմոդալ ճանապարհները տիպը Կասպից ծովը, որը ծով չի, որը լիճ է, որը բան է, ասենք ընդհանրապես հիմա։ Իսկ բուն տրիպը ինքը նոյեմբերի 9-ն է։ Տրիպը ստեղծվել է Իսրայելի կառավարության ճնշման տակ։ Ոնց որ եւ նոյեմբերի 9-ն է ստեղծվում, ի օգուտ Ադրբեջանի։ Այդ Ադրբեջանակում կոպիտ ասած նոյեմբերի 9-ի փաստաթուղթը դա Ադրբեջանի պահանջը կատարումն էր Պուտինի կողմից, իսկ տրիպը դա նույն պահանջի կատարումն էր ուղղակի Իսրայելի ճնշման բանից, Ամերիկայի կողմից։ Նետանյահուի ճնշում, այսինքն իսկ Նետանյահուն ինչ անի, իրան իրականում հետաքրքրում է Ադրբեջանը հակապարսկական մոդելի մեջ։ Ինքը ամեն ինչ տալիս է, Հայաստանը էլ եմ ասում, Հայաստանը կոչնչացնեն, մենակ թե այդ հարցը լուծվի։ Իսրայելի համար դա կրիտիկական է։ Իսկ Թրամփը ինչպես հայտնի է, ինքը ամերիկյան շահերը առաջ չի տանում։ Ես ստեղծման օրվանից ասում եմ, ձեզ այդ միջանցքը պետք է սյունվի, ինչ տրիպ։ Ինչ հիմարություն խոսում, ինչ տրիպ։ Տրիպի ու նոյեմբերի 9-ի տարբերությունը գոյություն չունի, ինքը նույնն է, տրիպը ստորագրված է նույն կերպ, ինչպես եւ նոյեմբերի 9-ը։ Նորից հակադրվեմ, այսինքն ձեզ կհակադրվեն հակափաստարկ կներկայացնեմ, որ նոյեմբերի 9-ը դա FSB, իսկ տրիպում FSB չի նախատեսվում։ Վիճոկ ու զաճոկ։ Այնտեղ է Կուշներն է, ինչ տարբերություն։ Յանի շարքային FSB-շնիկի եւ Տրամպի տնփեսու կաշառակեր Կուշների մեջ ինչ տարբերություն։ Այն էլա սրիկա, էլի։ Այնտեղ սուվերենության Հայաստանի ինքնիշխանության վտանգ կար նոյեմբերի 9-ին։ Իսկ ինչ դες թվում է, որ Կուշների դեպքում չկա։ Ով ասաց։ Դա է խոսում։ Նույն բանն, նույն չէ։ Հասկանում եմ, չէ, ներկայացնում են այդ, բայց դա տենց չի։ Կուշները նույնքան վտանգ է Հայաստանի անկախությանը, սուվերենությանը եւ ցանկացած երկրի անկախությանը եւ սուվերենությանը։ Ինքը կաշառակեր է, փող է ուզում աշխատի, իրան մեկ է ինչ կրնի, ինքը սառանչա է։ Կուշները եւ բանը Վիճոկը, ոնց որ ասում են, Վիճոկն ու Զաճոկը, իրանք սառանչաներ են։ Իմ հարցին վերադառնանք, ում հետ է բանակցում Ռուսաստանը կամ ում է ուղղված այդ հայտարարությունը տրիպի հետ կապված։ Ադրբեջանը պետք է ասի, այո, Ռուսաստան արիք ու երկաթգծերով հանդերձ։ Դեք ինքը կարիք չունի մեզանից հարցնելու, ինքը որ Ադրբեջանի հետ պայմանավորվեց, ինքը այդ հարցը լուծում է։ Յանի դուք ինչ եք անելու։ Դուք համաձայն տրիպի ձեր այդ 42 կիլոմետրի վրա, ինչ ուզում եք պատտվել, տնտեսական սուվերենությունը դադարել է, գոյություն չունի է։ Դուք ոչինչ չեք կարող անել, եթե Ադրբեջանը տեղով տանի հերոին, կակային, ամոնալ, որը կբերի կտրակացնի ընդե, քիմիական նյութեր, որը կբերի, կասի վայ կներեք, ես բոլոր ստանդարտները բաներ, բայց այս երկու վագոնը շուռ եկավ, կներեք, մի քիչ ձեր մեղրին սատկեց, բայց ոչինչ, լավ, ոչինչ։ Ախր այս կառավարությունը բաղկացած է դեգեներատներից, որոնք որ ասում են, իսկ որ մենք իմեյները հավաքենք տանք Ռուսաստանին, այդ ինչ վտանգ է, որ Մարդիկ չեն հասկանում, որ երկարաժամկետ է Ադրբեջանի պլանը Հայաստանի ոչնչացմանը։ Մարդիկ չեն հասկանում, որ Իսրայելի համար կրիտիկական չի, ինքը հիմա Իրանին կհարված է Ադրբեջանից, 20 տարի հետո, 30 տարի հետո, թե 50, մարդիկ չեն հասկանում, որ մեղրի կտրելը հիմա 20 տարի հետո, 30 տարի հետո, 50 տարի հետո, իրանց համար էական չի երբ։ Մի պահ գալու է վագոնը կանգնի վագոնի մեջից ամեն վագոնից 40 զինված մարդ դուրս գա թուրք ու կդրեն տանեն Սյունիքը որովհետև դուք ճամփա եք տվել իրանց հիմա այդ ճամփեն չկա հիմա չեն կարա հիմա դու մի գումարտակ ստեղ ես պահում մի գումարտակ ընդեղ ու պահում ես իսկ եթե դու կտրեցիր ճանապարհը տվեցիր դու ընդեղ
կորպուսը ամբողջությամբ պետք է պահես մեղրիում, որ պահես։ Դու շանս չունես դա պահելու։ Հենց այդ է հարցը, որ չի կարելի սեմինարների եւ տրեյնինգների միջոցով ժողովրդավար դեմոկրատ դարած մարդկանց թողել պետական կառավարումը իրականացնել իրանց ցանկությամբ։ Ոնց որ երբ որ դու շլյապ ես հագնում, դու եվրոպացի չես դառնում, նույնիսկ շլյապը իտալական է։ Դու մեկը սովետական կոլխոզի ղեկավար ես։ Երկարաժամկետ պլանավորում, ռազմավարական պլանավորում գոյություն չունի այս կառավարությունը։ Չեն կարողանում հաշվել։ Մռայլ եք նկարագրում իրական։ Դա մռայլը որն է չեն կարողանում հաշվել։ Բայց դա բանի վրա, տեսեք, լսում են, այնց շուտ չեն լսում, չի։ Ստեղծված օրվանից ասում են փաթաթեք էդի ռադարեք։ Դες նա չեն լսում, իհարկե լսում են։ Բայց ինչի չեն անում, որովհետև մտածում են, որ իրանց հիմա օգուտ է, իսկ հետո մի բան կլինի։ Լավ, Իսրայել, հայոց ցեղասպանության ճանաչում։ Նույն թեմայի մեջ։ Ինչ էր սա։ Կամ ինչ է սա։ Դե ժողովուրդը ոգևորվել է, ասում է, վերջապես Իսրայելը, չնայած Քնեսետը, չգիտենք, արձակուրդ է գնում, հետո վերընտրություններ են եւ այլն։ Կհասցնեն մինչև դա, թե կերևա։ Լավ, ինչպես է գնահատում, շատերը ասում են քաղաքական ճնշման գործիք է դա Անկարայի վրա Էրդողանի, այսօր էլ իմ հյուրերից մեկը ասեց, սա ապտակ էր Էրդողանին Իսրայելի կողմից։ Հանրապես ապտակ չէր։ Ինչ է Ոչ մի ձեր գնահատմամբ տեղի ունեցել։ Ոչ մի բան։ Չէ, ոնց ոչ մի բան։ Այդ ավելի շուտ ուղղված է։ Աղմկալից ստեղ է, աշխարհում ոչ մեկ չի նկատել։ Իրանք հիմա մեղադրվում են ցեղասպանության մեջ, Ղազայում իրականացող ցեղասպանության մեջ։ Իրանք շուտ մի կերպ պետք է հավաքեն նյութեր, որպեսզի երբ որ Հաագայի տրիբունալը բանանի, իրանք ասեն, որ չգիտեք, մենք օրինակ ցեղասպանության, հայոց ցեղասպանություն ճանաչել ենք, դրա մենք չենք կարող ցեղասպանություն անել։ Դրանց այլ ներքին իսրայելական, ասենց ասեմ, իսրայելական դատապաշտպանական գործընթացի, Հաագայում դատապաշտպանական գործընթացի մի հատ կտոր է։ Ընդհանրապես ոչ Հայաստանի հետ կապ ունի, ոչ Թուրքիայի հետ կապ ունի, ոչ մի։ Եթե ուշադրություն դարձնենք Թուրքիայի արտգործնախարարության պատասխանի մեջ չկա հերքում կամ մերժում ցեղասպանության փաստ։ Թուրքիայի արտգործնախարարությունը ասել է դու քեզ նայ։ Ինքը չի ասել չեն կարող այտենց բան։ Կասլա քեզ նայ։ Փաշինյանը շատ զուսպ պատասխան։ Փաշինյանը զուսպ չէ։ Ինչ-որ բառ օգտագործեց, որը չգիտեմ այդ։ Փաշինյանը քանի որ իր հետ, հա, իր մոտ ինչ-որ բան կա, բարթույթ կա Արևմտյան Հայաստանի հետ կապված, ինքը իր կոլխոզի մեջ է ուզում ապրել։ Չէ, լավ, ավելի կոնկրետ։ Չէ, բարթույթ է մարդը Արարատից ուզում հրաժարվի, արագած առաջ տանի, մարդը ասում է, չգիտեմ, Արցախի մասն է տենց խոսում, Արևմտյան Հայաստանի մասն է տենց խոսում։ Ինչ քաղաքական, չէ, ինչի եմ ուզում ասեմ, Փաշինյանի ասածը ընդհանրապես ասնամանի չի ոնց որ ստեն ասում։ Ինչը վերաբերվում է որ Արարատին, Եղեռնին, Արևմտյան Հայաստանին, Կիլիկիային, այդ իրան մի հարցրեք։ Ինքը անգրագետ է այդ հարցում։ Ինքը գաղափար չունի ինչ մասն է խոսում։ Իսրայելը քաղաքական հարց է լուծում, այո, Իսրայելը քաղաքական հարց է լուծում, իրանք չեն թաքցնում, որ քաղաքական հարց են լուծում։ Թուրքիայի համար դա, ասենք, ոչ մի ապտակ չի, դա իրանց հարաբերություն, փոխհարաբերություններն է։ Թուրքիան Իսրայելի հետ շարունակում է առևտրային փոխհարաբերությունները, իրանց 8-ից 14 միլիոն դոլարի շրջանառությունը մնացել է ուղղակի Իսրայելի փոխարեն գրածա Պաղեստին բաների մեջ, վիճակագրության մեջ, այդ է տարբերությունը։ Իրանք իրանց գործ տանում են առաջ։ Նպատակը Իսրայելի այս այդ ցեղասպանության հայոց ցեղասպանության հարցը այդպես ցուցադրաբար կամ Դե նախ եւ առաջ քանի որ տեսեք հասկացա հարցը, ոչ ցուցադրաբար բան չկա։ Իսրայելը չունի դաշնակից, իսկ ինչ վերաբերվում է Իրանի դեմ պատերազմին, Հայաստանի դիրքորոշումը այնպիսին էր, որ լինելով նաեւ տարածաշրջանի ամենակայուն երկիրը, ժողովրդավար երկիրը եւ Եվրոպայի համար ընդունելի երկիրը, Հայաստանի դիրքորոշումը նկատվում է, գնահատվում է, այդ թվում ԵՄ-ում։ Եվ
հակաիրանական այդ հիստերիայի մեջ Հայաստանի ձայնը տենց չէր որ որոշի չէր, բայց զգացում էր որ ոչ մի հիստերիկա չկա, հանգիստ նորմալ մենք մեր համար բան ենք անում։ Փաշինյանն էլ թե հրամայում։ Դե հիմա հա պետք է գնամ թաում ռազմավարական բանը։ Ի վերջո միակ հարևանն է, որի հետ մենք երբևիցե այս քանի տարիների ընթացքում նույնիսկ Վրաստանի հետ ենք խնդրեմ ունեցել, չենք ունեցել բարձիկների հետ խնդրեմ։ Պետք է ասել մի 5000 տարի, բայց 5000 չէ, բայց ամեն դեպքում քիչ, մի 400 տարի չենք ունեցել ամեն դեպքում։ Դրոն նույնիսկ այնտեղ վարչապետը եղել է պաշտպանության նախարար։ Հա, էլի բան չի։ Տեսեք, հիմա հարցը հետևյալն է։ Իրանց համար պետք է որ Հայաստանը մանր անցկացնեն իրանց կողմը, որ ասենք բան չլինի ընդհանրապես Պարսկաստանի կողմը մարդ օրինակ նույն է տառնով, Հայաստանի ներկայությունը ինչով այնտեղ կարող առաջի քրիստոնյա երկիրն է, մեծ հայկական համայնք կա Իրանում, բանը քրիտիկական նշանակության ունեցող բաներ են։ Բացի դրանից կա նաև ուրիշ մեկ բան, որը ենթադրվում երևում է արդեն sense ոնց ասեմ տվյալները բավարար չեն 100% վստահ 95% վստահությամբ նույնիսկ ասես, բայց նշмарվում է այդ բանը, որ իրանք այս տրիպնել որ կա, որ Իրանը կտրվի, իրանք նաև բան են պատրաստում, հող են պատրաստում, որովհետև եթե այս Հնդկական օվկիանոս Սև ծով ճանապարհը, որի մասին ակտիվորեն Պարսկաստանը խոսում է, այդ նա ինչ որ միակ միջանցքներ, որը պետք է լիներ, ինչի մասին որ ստեղ 4-րդ տարին արդեն խոսում եմ, Եվրամիությունից Սև ծով, այդ Մեղրի Չաբար կամ Բանդեր-Աբբաս, որը որ ուզում եք բաները։ Հիմա Իսրայելի համար դա մահ է, որովհետև դա ավտոմատ կերպով իրան դուրս է շպրտում բոլոր ինտեգրացիոն գործընթացներից։ Ես ուզում եմ որ ճիշտ մարդիկ հասկանան, հա, իրանց այս տրիպն է դրա համար պետք, որ բանը վերահսկվի, այդ սահմանը վերահսկվի իրանց կողմից։ Եվ սա հնարավորություն է տալիս հայոց ցեղասպանության ճանաչումը, հնարավորություն է տալիս, այն որ Սալոմ Կուպացիլից էլ, որ եթե հանգարց գնա ամենավատ տարբերակով ու նոյեմբերի midterm-ից հետո ամերիկյան կա բանը, կոնգրեսը որոշի, որ Իսրայելին այլևս ոչ մի բան, Իսրայելը մեզ ոչ մի բան, ոչ մեկ։ Իրանք գոնե ինչ որ հարաբերություններ պահպանեն ու կարողանան ինչ որ կերպ մտնեն այդ թեմաների մեջ։ Բայց արդեն Հայաստանի սիրտը շահած վիճակից, որովհետև դուք պետք է հասկանաք, որ իրականում Իսրայելի համար գոյություն չունի ոչ խիղճ, ոչ արժեք, ոչ բան, իրենք դաշնակից է չունեն, աշխարհում չունեն ոչ մի դաշնակից, նույնիսկ Ամերիկան էլ դաշնակից չի։ Հիմա իրենք իրանց գոյության հարցն են լուծում, հա, հիմա եթե իրենք կարողանան Հայաստանի Նեթանյահուն ասում է, այսօր ֆինանսական կախվածություն չեմ ուզում ունենալ Միացյալ Նահանգներից, դա ասում որ գործազրկության նպաստ ինձ տային, ես չեմ ուզում այլևս։ Ոնց։ Բայց Իսրայելը ոչինչ չի արտադրում։ Ասում ես հզոր եմ արդեն։ Ինչն է հզոր։ Չէ, ես ուզում եմ որ այդ լեգենդը ծրվի։ Իսրայելը 23 թվականից ոչինչ չի արտադրում։ Իսրայելը ուժեղ պետություն է, քաջարի բանակով մենք թույլ չենք տա որևէ մեկին սպառնալ մեզ։ Պուտինն էլ ասենք, երբ խոսում է, ասում է որ Ուկրաինայի 95%-ը երեք չառաջուրը վերցրել է, տակ այսքան բանը մնացել, դա էլ հեսա կվերցնենք։ Ամեն մի ռազմական հանցագործ հիմար մի եշություն դուս է տալիս էլի։